Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք կարմիր ապուր։ Կերակուրը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է տավարի ոսկորոտ միս, լոլիկ սեփական հյութում, լոլիկի մածուկ, կարմիր գինի, կիսաանապակ, կարմիր գինու քացախ, բանջարեղեն եւ իհարկե ընտրյալ հատիկ, համիգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Սրանք հիմնական բաղադրիչներն են։ Կսկսենք տավարի մսից։ Կաթսան դնում ենք գազօջախին։ Տեղադրում ենք տախտակը։ Հանենք միսը սառնարանից եւ այն ամենը, ինչը կարող է մեզ պետք գալ։ Կարող է պետք գալ։ Դեռ այսքանը։ Վերցրել եմ կես կիլոգրամ տավարի միս ոսկորով։ Ոսկորոտ միս եմ վերցրել, որպեսզի հագեցած արգանակ ստանանք։ 1 ճաշի գթալ հալած յուղ եմ գցում կաթսայի մեջ։ Եվ տապակում ենք մսակտորները։ Հարկավոր է կարմրացնել։ Թող մի կողմը տապակվի, կարմրի, կշրջենք։ Անմիջապես փոխում ենք տախտակը եւ դանակը։ Եվ նախապատրաստում ենք համեմունքը։ Հիսուն գրամ ընկույզ ենք բովում։ Գործի ենք դնում հավանգը։ Հավանգի մեջ գցում ենք 4 պտճեղ սխտոր միջին չափի։ Խոշոր աղ ենք լցնում մառանիկ ընկերության։ Ընկույզի հետ կարելի է բովել նաև մառանիկ ընկերության հատիկ սև պղպեղ։ Ընկույզը և հատիկ սև պղպեղը լցնում ենք հավանգի մեջ, ծեծում ենք և տրորում։ Մսակտորները համեմում ենք աղով, խոշոր աղով, մառանիկ ընկերության, բոլոր կողմերից կարմրեցին մսակտորները, ավելացնում ենք կարմիր կիսաանապակ գինի,
100 գրամ, թողնում ենք ալկոհոլը գոլոշյանը, որից հետո վրան կավելացնենք մոտ 1 լիտր ջուր։ Ընթացքում կհավաքենք քափը։ Համեմունքը պատրաստ է։ Անցնենք առաջ։ Մյուս բաղադրիչը դա սոխն է, հարկավոր է տապակել։ Կրկին 1 ճաշի գթալ հալած յուղ ենք լցնում։ Այսպես։ Կվերցնեմ 3 գլուխ սոխ և կկտրատեմ փետրաձև։ Համեմում ենք Մարրանիկ ընկերության շաքարավազով, սոխը կարամելացնում ենք, իմ կողմից կավելացնեմ մի փոքր սոդա, որպեսզի սոխը հալվի, ավելի ներբան դառնա։ Սոխը թող տապակվի, փափկի, իսկ մենք անցնենք մյուս բաղադրիչին, դա չիլի պղպեղն է, 1 չիլի պղպեղ, կտրատում ենք օղակներին։ Ես սիրում եմ կծում, դրանք ովքեր չեն սիրում, այս քայլը ուղղակի բաց են թողնում։ Պտղակոթը դեն ենք նետում։ Արգանակի վրա քափ է առաջացել, հավաքում ենք, թող եփվի արգանակը։ Ավելացնում ենք արգանակի մեջ կարտոֆիլ, 3 միջին կարտոֆիլ։ Կտրում ենք միջին կտորների, միջին կարտոֆիլները կտրատում ենք միջին կտորների։ Եվ ուղարկում ենք արգանակի մեջ եփվելու։ Թող եփվի։ Վերադառնանք սոխերացին։ Սոխը գրեթե հալվել է և հենց այդ պահին ավելացնում ենք
նախապատրաստած համեմունքը։ Ավելացնում ենք 2 ճաշի գթալ աջիկա, ցանկալի է որպեսզի լինի կծու, 1 ճաշի գթալ լոլիկի մածուկ, 50 գրամ լոռամրգի չիր, մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա գազարն է, մեկ գազար ենք վերցնում, կարելի է իհարկե մանր կտրատել, բայց ժամանակը շահելու համար ես կքերեմ այն։ Եվ իհարկե չմոռանանք, որ գազարից բաժին ենք հանում գիտենքում։ Մյուս բաղադրիչը դա նեխուրի ցողունն է կվերցնեմ, 1 ցողուն նեխուր, սա կկտրատենք մանր։ Մյուս բաղադրիչը դդմիկն է, 1 դդմիկ կտրատում ենք միջին կտորների։ Ավելացնում ենք 1 մեծ բաժակ լոլիկը սեփական հյութում, կարելի է մի փոքր հարել։ Բավական։ Այս կերակրի մեջ փաստորեն օգտագործում ենք լոլիկի մածուկ, լոլիկը սեփական հյութում եւ թարմ լոլիկներ, չմոռանաք։ Կվերցնեմ միջին 4 լոլիկ։ Շատ մանր չենք կտրելու։ Ամեն հեռացնում ենք լոլիկների պտղակոթերը։
Եվ ամեն լոլիկը կտրում ենք 4 մասի։ Այն լոլիկները, որոնք մեծ են, կարող եք 8 մասի բաժանել։ Կարող են լինել տարբեր չափի լոլիկներ։ Տակնու վրա ենք անում, այնպես խառնեք, որ լոլիկը շատ չտրորվի։ Համ տեսենք։ Լավ է։ Մի փոքր աղ կավելացնեմ Նարանիկ ընկերության։ Բացի կարմիր կիսանապակ գինուց, օգտագործում ենք նաև կարմիր գինու քացախ։ Այն հրաշալի թթվաշություն կհաղորդի կերակրին։ 2 ճաշի գթալ։ Բույրը հրաշալի է, կլինեն հարցեր իհարկե, ինչու կարտոֆիլը առանձին արգանակի մեջ եփեցինք, որովհետև եթե թթու միջավայրում եփենք, այն միջևերջ չեր եփվի։ Վերջին բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա կանաչ սոխն է։ Կանաչ սոխ, փոքր փունջ եւ 1-2 ցողուն նանա։ Ցողունների նանայի չեմ օգտագործի, միայն տերևները կվերցնեմ։ Արդեն շատ լավ է, բույր ուղղակի հրաշալի է։ Իբրև համեմունք կառաջարկեմ նաև մոտ 20 գրամ կարագ։ Այն սերուցքային համ կհաղորդի ճաշին։ Վերջում ենք ավելացնում սա։ Տեսնենք ինչ վիճակում է կարտոֆիլը։ Շատ լավ եփվել է։ Զանգվածները միավորում ենք։ Կարելի է սա լցնել կաթսայի մեջ կամ կաթսայից լցնել տապակի մեջ։ Զանգվածները միավորելուց հետո կրակը իջեցնում ենք, կապ հարիչ ենք դնում և եփում ենք ևս 11 րոպե, որից հետո կարելի է մատուցել։ Մատուցելիս կզարդարենք թարմ կանաչու տերևներով։ Կարմիր ապուր։ Կաթսայի մեջ տավարի ոսկրոտ մսակտորները բոլոր կողմերից յուղով տապակել մինչև կարմրեն։ Մսակտորները համեմել աղով, կարմիր կիսանապակ գինի լցնել, 1 րոպեից 1 լիտր եռացրած ջուր ավելացնել, թողնել միսը եփվի։ Ընթացքում առաջացած քափը հավաքել, միջին չափերի կտրատած կարտոֆիլ ավելացնել։ Համեմունքի համար ընկույզ բովել, հատիկ սև պղպեղ ավելացնել, շարունակել բովել։ Սխտորի պճեղները խոշոր աղի հետ տրորել, ավելացնել բոված ընկույզն ու հատիկ սև պղպեղը, միասին տրորել։ Տապակի մեջ յուղով սոխերածանել, համեմել շաքարավազով, սոդա շաղտալ, կտրատած չիլի պղպեղ դնել։ Երբ սոխը փափկի, լցնել նախապատրաստած համեմունքը, աջիկա, լոլիկի մածուկ, լոռամրգի չիր, քերած գազար, նեխուրի կտրատած ցողուն, կտրատած դդմիկ, տրորած պահածոյացված լոլիկ ավելացնել, կտրատած լոլիկ դնել, զգուշորեն խառնել,
համեմել աղով եւ կարմիր գինու քացախով։ Վերջում կտրատած կանաչ սոխ, նանայի տերևներ եւ կարագի կտոր դնել։ Ուտեստի մասերը միավորել, կրակն իջեցնել, կափարիչի դնել եւ եփել 11 րոպե։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք քաղցր կծու պղպեղներ, գազար, լայմ, ձու, գոմեշի մածուն, սխտոր, ձիթայուղ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մարոնիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք երբ կհանդիպենք։